Բալկաններից հետո, որտեղ 90-ականներին տեղի ունեցան մի շարք պատերազմներ եւ վերադասավորություններ, հաջորդ հերթը Միջին Արևելքն է։ Եվ այդ Միջին Արևելքի փոփոխությունները մեզ համար հնարավորություններ են բացելու եւ մարտահրավերներ։ Հնարավորություններ եւ դրա համար այդ Ուլսենյան իրավարարվեցի այդ հնարավորությունների շարքումը դու պիտի ստեղծես այդ հնարավորությունը, որ դա օգտագործես։ Ես ստանալուց հետո պահես Պահես, ստեղծես, խոսաս եւ այլն։ Հիմա այն որ մի քանի րոպե առաջ ես նշեցի, որ ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են Նախիջևանում եւ նշեցի, որ Հայաստանի դեմ են եւ ոչ միայն, այդ ոչ միայն նաեւ Իրանն է։ Եվ պատահական չի, որ Իրանը այնտեղ հսկայական ցամաքային զորքեր է պահում։ Այստեղ հասկանանք Իրանի թուլությունը Իսրայելի նկատմամբ դա ռազմաօդային խնդիր է։ Ցամաքային պատերազմի դեպքում Իրանը հեշտությամբ կախտեր Իսրայելին, բայց Իսրայելը լավ է հասկանում, որ երկրներ կան։ Հիմա այն մյուս գիշատիչները Թուրքիան ու Ադրբեջանը ատամները սրած սպասում են այս պատերազմի արդյունքին։ Արդյոք Իրանը այնքան կթուլանա, որ իրանք կարողանան հարձակվեն եւ ինչ որ մի բան փոքեն տանեն։ Այսա մեզ համար, այրիս համար ամենավտանգավոր պահը եւ արևմուտքը հասկանում է, արևմուտքը չի ուզում Իրանի բացարձակ թուլացում, արևմուտքը ուզում է Իրանին զրկի ատոմային զենք հնարավորությունից, բայց ոչ Իրանի տրոհումն է ուզում, ոչ էլ Իրանի շատ թուլացումը, որտեւ Իրանի թուլացումը վերելու է տարածաշրջանում հավասարակշռության խախտման եւ օրինակի համար նույն Թուրքիայի դերի շատ ավելի բարձրացում, պատմականորեն միշտ Թուրքիան եւ Իրան իրար հակակշռել են սկսած դեռ 1502 թվականից այդ շիիզմի պետականացումից հետո Իսմայել առաջին այդ ամբողջը կա։ Այստեղ խնդիրը սա է, եթե հաջողվի ըստ արևմուտքի տեսանկյունի հետեւյալն է եւ կարծես դառնել Ներողություն արևմուտք, քանի որ հիմա մի քիչ տարբեր ենք ընկալում եվրոպական արևմուտք եւ Միացյալ Նահանգներ, Եվրոպայի մասին է խոսքը, Միացյալ Նահանգներ, թե եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները վերաբերում այն ինչ դուք ասում եք։ Երկուսը այդ առաջերտին Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգները բացարձակ հզորագույն ռազմական ուժն են եւ առանց իրանց որևէ խնդիր չի կարող լուծել։ Միջին արևելքում զենքի օգտագործումը շատ կարեւոր է։ Եթե հաջողվի պարտադրել Իրանին, որ նա հրաժարվի իր ատոմային զենքի ծրագրից, ոչ թե ընդհանուր ատոմային զենք, որը գնում են, եւ ինչ որտեղ ռեֆորմիստների ավելի մեղմ իշխանություն կա, ասենք նույն Ռոհանին վերադառնա, Զարիֆը, բան, որոնք շատ ավելի կողմնակից են արևմուտքի հետ, եւ Իրանը ճանաչի ՄԱԿ-ի բանաձևը Իսրայելի ստեղծման մասին շատերը մոռանում են, որ այս կոնֆլիկտի հիմքում նա է, որ Իրանը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը, թե ժամանակին ճանաչել է եւ սերտ հարաբերություններ է ունեցել։ Այսինքն ինչի է Իսրայելը հարձակվում Իրանի վրա։ Ասենք գժվեց հարձակվեց, չէ, որտեվ Իրանը ամեն կենտ օրերին ասում է ոչնչացնելու եմ Իսրայելը, զույգերն էլ ասում է ծովն եմ թափելու բոլորին։ Սա է պատճառը, այսինքն հիմա ինչի է Իսրայելը լավ հարաբերություններ սաուդցիների հետ, եգիպտացիների հետ, արաբական միացել, որտեղ ճանաչում են գոյությունը, բանն անում։ Սա է հարցը։ Այնտեղ միակ խնդիրը, որ կարող է շարունակի մնա, դա Գոլանի բարձունքներն է Սիրիայի հետ, որտեղ դա ջրի պաշարի խնդիր կա եւ այլն, այդտեղ ուրիշ է, բայց դա Սիրիայի հետ հարց է։ Անկամ Սիրիայի հետ տեսեք, այսօր Սիրիայում մի վարչախումբ է ստեղծված, որը բավականին, այսպես ասած, դրական չասենք, որ թշնամական չի արտահայտվում Իսրայելի նկատմամբ, բայց Իսրայելը շարունակում է ռմբակոծել ու գնդակոծել ու ոչնչացնել այդ նոր վարչախմբի ռազմական հնարավորությունները, որտեղ Իսրայելը ունի դարափորձ, ասում է, ես իր բարի դրացիական հայտարարություններով չպետք է բավարարվեն։ Ես պիտի հասցնեմ այդ ռեժիմի նորի, որ ինքը չունենա բավարար զինված հնարավորություն ինձ սպառնալու համար։